Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ճիշտ ասած, այս լայվը ի տարբերություն մյուս բոլոր լայվերի ընդամենը մի նպատակ է հետապնդում, որ ասում որ չպայթես, որ պրոստը չգժվես։ Այ բացառապես այս լայվը հետապնդում է այդ նպատակը, ինչ որ հրատապ բան տեղի չի ունեցել, ինչ որ իրավապաշտպանական առումով նոր ասելիք այս պահին մենք չունենք, բայց ուղղակի ես չեմ կարող այսպես ձեր հետ դիալոգը կամ իմ մոնոլոգը չանել, տեսնելով այն, չգիտեմ, թող ինձ ներեն այն բոլոր մարդիկ ով այդ հիվանդությունը ունեն, բայց այն շիզոֆրենիան, որ տիրում է մեր այսպես հանրային տիրույթում։ Նո, այսինքն ոչ թե հանրային տիրույթում է կոնկրետ մի մարդու գերագույն դավաճանի կատարմամբ։ Ուրեմն հենց այս պահի դրությամբ, հունիսի 23-ին ժամը 10:34, 22:34 է հիմա։ Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհը խառնվել է իրար։ Այն Իրանը ընդեղից խփել է ինչ որ ամերիկյան բազաների։ Իսրայելը եւ Իրանը, Իսրայելը եւ Ամերիկան էլի դիկտատորներ են օթանել, հարվածում են, զգուշացնում են, ասում են այդ մարդկանց Թեհրանից են կողմ տարեք։ Ես շատ իմանամ ինչ, պայթյուններ են լսվում, էսա լինում, այնա լինում, անհասկանալի է թե այս պատերազմը որ ուղղությամբ է գնալու, ամեն վարքյան կարող է բռնկվի ամենածայրահեղ ինչ որ բաներ, սկսած տարածաշրջան ընդլայնումով առիթ օգտագործել եւ այլն, վերջացրած մեր տարածաշրջանում միջուկային ինչ որ հետևանքներ ունեցող դրսևորումներով։ Այս վիճակում մեկ էլ նայում ես, ասենք ինձ բլոկել է, ինչի համար շնորհակալ եմ, մի լավ բան արել է ամեն դեպքում։ Ներվերս չի քայքայվում, բայց ընկերներս ուղարկում են, ուրեմն այսօր էլ մի 2 ժամ ու կես առաջ երբես իրավիճակի սրումը սկսվել էր, պարտքն է համարել մի հատ էլ պոստանի, ուրեմն հայ առաքելական եկեղեցու դեմ սպառնալիքներով վեհապարի հանդեպ։ Ու ընդ որում հոգեկան շեղման մակարդակը նայեք, ասում եմ ես ներկայանում եմ որպես հայ առաքելական եկեղեցու ուշադրություն հավատարիմ հետևորդ եմ։ Մեկը չկա ասի, այնգեր, այդ հավատարմությունը ունի կոնկրետ կանոններ, այդ հավատարմության ամենակարևոր կանոններից մեկը, առաջինը վարդապետությունը ընդունելն է, իհարկե դրանից կարևոր կանոն չկա, այսինքն դու պետք է ընդունես հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, այդ պարզ է, բայց երևի դրանից հետո հաջորդ եկող կանոնը դա առաքելական, պատահական չէ որ առաքելական նա կոչվում մեր եկեղեցին, առաքելական հաջորդության հիման վրա, ձեռնադրության եւ օծման հիման վրա, հազարամյակներ, 1700 էլ չէ, նույնիսկ գրեթե 1950 տարի, այսինքն Հիսուս Քրիստոս, առաքյալներով մինչև Գրիգոր Լուսավորիչ ու Գրիգոր Լիսավորիչով հերթով ձեռնադրությամբ մինչև Գարեգին երկրորդ վեհապար։ Այս առաքելական հաջորդությունը սրբությամբ ընդունելն է եւ այդ մարդկանց նկատմամբ տարական հարգանք ունենալն է, այլանդակություններ դուրս չտալն է, ավազանի անունով չդիմելն է, չես կարող լինես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ, ասում է դավանորդ, ես ծոմ եմ պահում, ես ես եմ անում, են եմ անում, ասեք շատ կներեք, բայց որտեղ եք տեսել, որ ծոմ պահողը դնի բան անի, ռեկլամ անի իրան, ասի ես ծոմ եմ պահում, տես բան տեսել եք, դա նորմալ է, թե չէ։ Այս մարդը ուղղակի, որ ասում են իմպիչմենտի բոլոր հիմքերը կա, անդիմադիր բոլոր ուժերը դրա մասին են խոսում։ Իմպիչմենտի բոլոր հիմքերը կան, ոչ միայն իմպիչմենտի բոլոր հիմքերը կան։ Այս մարդուն անմեղսունակ ճանաչելու հիմքեր են արդեն ձևավորվել, ոչ պակաս կարևոր։ Ուրեմն այս պայմաններում հենց տեսեք ինչ անում։ Այս պայմաններում տեսեք ինչ անում։ Ասում եմ, այս ամեն օր բանը աղոթք եմ կարդում, ես եմ անում, եմ անում։ Դա ինչ կապ ունի։ Ասում եմ պատարակի ելևեջները սենց իմ չեմ անում ինչ։ Դու հարց հաղորդության երբևէ դու երբևէ գնացել ես, բայց քեզ կանչում են, հրավիրում են մայրաթորի վերահսկմանը, դու
Չես մնում հաղորդություն ստանալու։ Այդ պահին երբ արդեն պետքա հաղորդություն բաժանվի, դու թողում ես ռադդ քաշում գնում ես այդտեղից, արա։ Այդտենց եղավ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, տենց բան ա լինում։ Ուղղակի շշմելու բան է, սրա նպատակը, որ սենց ի ֆակտը խփի մեռնենք։ Ես այլ բարբերակ չեմ տեսնում։ Հավատարիմ հետևորդ է։ Ու ես չգիտեմ, էլի իրականում չգիտեմ, 100 անգամ ոչ հրապարակային ձևով, հրապարակային ձևով էլ եմ գրել, բայց շատ ավելի շատ ոչ հրապարակային։ Մեր Սուրբ հայրերին, մեր եկեղեցու նվիրապետական կառույցի մեջ կարևոր դեր ունեցող մարդկանց խնդրում եմ ուղղակի դիտարկեք այս մարդու բանադրել եք ասում, ինչ եք ասում, այ մարդ այս մարդը ինչ իրավունքով է հանդես գալի հայ առաքելական եկեղեցու հավատավորի դիրքերից ու սենց չի լինում սենց ախր։ Այս ինչքան ժամանակ է արդեն, հեսա 40 օրն է մոտենում։ Հայ ես հասկանում եմ, ասում եք, որ իսկապես մարդը պետքա զղջման հնարավորություն ունենա, այո, դա շատ կարևոր է։ Ինչքան անվերջ, ինչքան պիտի զղջման հնարավորություն ունենա։ Այդ սկզբունքը ու այդ գաղափարը անվերջ է, թե չգիտեմ ես։ Այն մարդիկ, ովքեր որ հայ առաքելական եկեղեցու գաղափարների, արժեքների, սկզբունքների ջատագովման վրա են աշխատում, գլուխ չեն գովում։ Չգիտեմ, օրինակ, քանի որ անձամբ իմ հարցը չի իմ ընկերների հարցն է, նաև 5 իրավապաշտպանների նախաձեռնության։ Օրինակ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի գաղափար, որը որ մեր եկեղեցին, մեր արժեքները, մեր իրավաբանությունը շատ սիրուն ձևով կապում էր։ Մեր սփյուռքը նաև դա Գոշավանքում իրականացվող ամառային դպրոցներ։ Անցյալ տարի նույնիսկ մեր սպասածից ավելի լավ արդյունքներ եղավ։ Ես վստահ եմ, որ դա նպաստեց նաև շատ մարդկանց մեր եկեղեցու հետ կապը մեծացնելուն։ Այս տարի մենք երկրորդն ենք անում, իդեպ արդեն հայտարարությունը տվել ենք։ Ուսանողները արդեն սկսել են դիմել, կարող եք մեր էջում նայել, ես էլ եմ տարածել, մի խոսքով։ Մենք չենք դնում դրանից ինչ-որ հպարտ, մենք, ես ինձ իրավունք չեմ վերապահում ասեմ, որ ես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, որովհետև ես գիտեմ, թե ինչ ծանր է լինել հավատարիմ հետևորդ եւ չեմ կարող ես ինձ այդպեսին համարել։ Մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք։ Բոլորս։ Այս պահի դրությամբ Հայաստանում սրբեր ոնց որ թե չեն ապրում։ Դե նույնիսկ սրբերն են եղել մեղավոր մարդիկ։ Կատարյալ միայն Հիսուս Քրիստոսն է, այս ասում գաղափարախոսությունը մեր եկեղեցու եւ ցանկացած քրիստոնեության։ Դու կանգնում ես, դու քեզ ահավոր է, ախր դա։ Չի կարելի ախր տես։ Այն որ այն էլ այն պայմաններում, երբ քո առաջնային պարտականությունն է այդ ժամանակ ամեն ինչ մոռանալ, դնել հասկանալ ինչ է կատարվում։ Րոպեական որոշումներ կայացնելու խնդիր կարող է առաջանալ։ Ուղղակի մարդու ուղեղում չի տեղավորվում։ Այսօր իսկականից այս մարդը ուզում է իֆակտ այդքան մարդ գնաց։ Այդ ես չգիտեմ վիճակագրությունը, բայց սրտի կաթվածից, ուղեղի կաթվածից անընդհատ ես լսում եմ, որ մարդիկ են այդպիսի պատճառներով հեռանում կյանքից։ Որովհետև տրամաբանությունը չկա։ Ասենք օրինակ հիմա ես գտնվում եմ Նալբանդյան փողոցի վրա, հիմա որ դիմացիցս մի հատ մարդիկ գլխկոնցի տալով, պտտվելով շարժվեն դեպի ինձ, չեմ զարմանա։ Չեմ զարմանա, որովհետև այնքան ավելի զարմանալի բաներ եք տեսել։ Այս ամեն ինչը մի բանի մասին է խոսում։ Որ մենք ունենք ոչ միայն իմպիչմենտի, այլ նաև հոգեկան առողջության, այսինքն ոչ միայն իմպիչմենտի հիմքեր, պաշտոնաթողության հիմքեր, այլև adekvatության հետ կապված լրջագույն կասկածներ։ Լրջագույն կասկածներ։ Ինչքան էլ մարդ դավաճան լինի, իսկ ես այդ ազնվորությանը դավաճան եմ համարում։ Դա դավաճանը սենց բան չեր անի այս պայմաններում։ Այսքանը կներեք, եթե ձեր ժամանակը խլեցի, բայց ուղղակի այն որ մեջիցս էս ջղայնությունը հանելու միջոց էր նաև սա,
հուսով եմ նաև ինչ որտեղ մտածելու տեղիք տվեցի ինչ որ մարդկանց։ Նորից ասեմ, ինչ որ հրատապ իրավապաշտպանական բան չի եղել, ես գիտեմ, որ դուք երբ որ ես կամ իմ ընկերները այսպիսի ձևաչափեր ենք օգտագործում, մի անգամից մտածում եք, որ էլի ինչ որ մեկին բռնել են, էլի ինչ որ բան ա եղել։ Այս բայդրությամբ չէ, պատճառը դա չէր, այս լայվի, այլ այն էր, այն հոգեկան առողջության հետ կապված, հոգեկան խանգարման աստիճանի իրավիճակն է, որ այսօրվա մեր հանրային դաշտում է։ Այն ժամանակ, երբ որ ահավոր լարման, երևի ամենալարված վիճակն է, երևի ամենալարված ժամերն են այս ամբողջ պատերազմի պայմաններում, ու էլի դնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իր այլանդակ հարձակումն է շարունակում։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։